Սովետական իշխանության բարձրագույն լիգայում հայտնվելու համար ճակատագրական է եղել 1964 թվականին Ադրբեջանի ՊԱԿ-ի հակահետախուզության վարչության պետի պաշտոնից Հեյդար Ալիևի նշանակումը ՊԱԿ ղեկավարի տեղակալի պաշտոնում, որովհետև Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավարը Սեմյոն Ցվիգունն էր, Անդրոպովի մերձափորներից, ով հետո պետք է Յուրի Անդրոպովի տեղակալ նշանակվեր և հենց Ցվիգունի միջնորդությամբ ու երաշխավորությամբ է 1969 թվականին Հեյդար Ալիևը դառնում Ադրբեջանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, այլ կերպ ասած Խորհրդային Ադրբեջանի ղեկավարը։ Ըստ ընդունված կարծիքի Խորհրդային Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Վելի Ախունդովին Մոսկվան փոխարինել է Հեյդար Ալիևով, քանզի հանրապետությունում կոռուպցիայի վիճակն անտանելի էր դարձել։ Նորից ընդունված կարծիքի համաձայն Ալիևը սկզբնական շրջանում լուրջ պայքար է ծավալել կաշառակերության և հովանավորչության դեմ, սակայն այս վիճակը շատ երկար չի տևել։ Ադրբեջանական հետազոտություններով զբաղվող Դմիտրի Ֆուրմանը դեռևս 1993 թվականին գրել է. Հետագայում, սակայն, կոռուպցիան էլ ավելի լայն թափ ստացավ։ Վարչահրամայական համակարգում պաշտոնները սկսեցին զբաղեցնել Ալիևի նախիջևանցի հայրենակիցները։ Իրականացնելով ապարատի զգալի մաքրում, Ալիևը բոլոր թափուր տեղերում նշանակեց իր ազգականներին և նախիջևանցի հայրենակիցներին։ Ախունդովյան, այսպես կոչված սեփականաշնորհմանը Ադրբեջանում փոխարինեց մեկ կլանային խմբավորման ամբողջական գերիշխանությունը։